Գիտեք, ինչ որ պահի Փաշինյանը կարողանում էր ենթադրաբար հասարակության ինչ որ շերտի մոլորեցնել, ասելով, որ դե եկեղեցին բարեփոխման կարիք ունի եւ ինքը դրա գործին է լծվել։ Բայց երբ իր եկեղեցու դեմ արշավի հենարանը, այդ գործում հենարանը դարձավ arczepiskopos Կճյանը, կարծեք թե բոլոր շերտերի մոտ այդ իլյուզիաները անցան, որովհետեւ ասեցին լավ, ասեցինք բարենորոգման կարիք ունի, բայց այդ կարգի բարենորոգման էլի։ Հիմա ձեր գնահատականները ինչ է տեղի ունենում, ինչու Փաշինյանը ստիպված եղավ հենվել Կճոյանի վրա, երբ բառացիորեն այդ հենվելուց 1-2 շաբաթ առաջ ուղղակի ցեխ էր շփոթում, այդ թվում նաև Կճոյանի վրա։ Նախ բարև ձեզ ու շնորհակալ եմ հրավերքի համար։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նախ չունի հանրային որևէ աջակցություն, չունի նաև աջակցություն հոգևորականների մոտ։ Այդ թվացial իր բարեփոխումների ծրագրի շրջանակներում, ճակերտավոր ասած բարեփոխումները իրեն են միացել ընդամենը 10 եպիսկոպոս։ Սակայն մնացյալ ամբողջը վեհափառի հետեն էլ չացած, որ քահանաների հսկայական շերտը, որոնք թվով շատ ավելի մեծ են, քան բարձրաստիճան հոգևորականները։ Եվ Նիկոլ Փաշինյանը, քանի որ այն մարդն է, որը երբևէ միջոցների մեջ իր նպատակին հասնելու խտրականություն չի դնում, հետևաբար նա չունի նաև կարմիր գծեր, երբ նրա համար բացարձակապես միևնույնն է, այդ նույն Կճոյանը դիցուկ մի շաբաթ առաջ Bentley Samvel-ներ կամ, ասենք, անցնում էր ինչ-որ քրեական գործերով օֆշորի հետ կապված եւ այլն, այսօր կարող է Նիկոլ Փաշինյանը հենվել Կճոյանի